ղեկավար, Ալագյաս համայնքի ավականու անդամներ, արգելի աշխատակազմ, ուրեմն Ալագյաս համայնքի վարչական շենքում երկրորդ Պողոստաս 3-րդ շենք տեղի է ունենում Ալագյաս համայնքի ավականու հերթական նիստը, որի օրակարգը հիմա ես կընթերցեմ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին հորեկի 14-րդ հոդվածի առաջին, 3-րդ եւ 6-րդ մասերով եւ հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյաս համայնքի ավականու քննարկմանը ներկայացնում հետևյալ օրակարգային հարցերը։ Առաջին, հաստատել Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի ավականու 2025 թվականի մարտի 10-ի համար 2 հերթական նիստի օրակարգը։ Հարցերից առաջինը Ալագյաս համայնքի ավականու 2022 թվականի նոյեմբերի 14-ի համար 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Սա ավականու կանոնակարգի վերաբերյալ է, տարածքային կառավարման նախարարությունը նոր կանոնակարգ մշակել մեծամասնական ընդհանրակարգով ավականիների համար, որը արդեն մեր նախորդ ընդունած կանոնակարգը փոփոխության է ներկայացնում, մեր խուլիանարանը կներկայացնի։ Երկրորդ հարցը Ալագյաս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը արոտավայրերի համար վարձակալության մրցույթ հայտարարելու մասին, եւ երրորդ հարցը Ալագյաս համայնքում սխալմամբ քաղաքացու անվամբ հաշվառված հողամասը համայնքին փոխանցելու մասին։ Երեք օրակարգային հարցերն են, ովքեր են կողմով հաստատմանը։ 5 կողմ դեմ ձեռնպահ չկա, ձեր դուրսությամբ բայց ես ինչեւէ ասեմ, նշվեց երկրորդ կետով արոտավայրի, չէ՞, ոչ թե արոտավայրի եւ բանի վարչակալության չտրված հողերի մրցույթ նաեւ, չէ՞։ Չտրված հողերի մասով կարողացող վկայականների հետ կապված որոշակի խնդիր կա, այդ հարցը ոնց որ կարգավորում եք վկայականները հանենք, արդեն նոր մրցույթով ուրեմն այս մեկ փուլով վկայականներ մինչև վկայականի հանելը Սարգով եւ Պապակ Պիտարյանի դերի աշխատանք, Արամ Խուդոյանի դերի աշխատանք, որովհետեւ արդեն 6 ամիս անցել է, սա նստում եք իրար նայում եք, բայց պետք է Նախորդ արգելի ավականու անդամներ, ներկայացնում օրակարգային երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի ավականու 2022 թվականի նոյեմբերի 14-ի համար 44 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն ինչպես նշեց պարոն Գրիգորյանը, մենք տարածքային ստացել ենք գերություն, նոր խմբագրության կանոնակարգ արդեն ավականու եւ տեղայնացրել ենք մեր համայնքի հետ եւ նորն ենք հաստատում գինը անվավեր ճանաչում Ուրեմն մենք ընդունել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33 հոդվածը Ալագյաս համայնքի ավականու ներկայացնում որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի ավականու 2022 թվականի նոյեմբերի 14-ի համար 44 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի ավականու կանոնակարգ ընդունելու մասին որոշման մեջ կատարել փոփոխություն, որոշման առաջին կետը ընդունված կանոնակարգը շարդել նոր խմբագրության համաձայն հավելված է։ Այդ կանոնակարգի նոր խմբագրություն կա, որ տեղանացել եք մեր համայնքի հետ։ Որոշմանը կողմ։ 5 կողմ դեմ ձեռնպահ չկա, շնորհակալություն։ Օրակարգային հաջորդ հարցը Ալագյաս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության մրցույթ հայտարարելու մասին, ինչպես նաև Ալագյաս համայնքում սխալմամբ քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքին փոխանցելու մասին զեկուցեն հետևանքով։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով եւ ընդունելով նույն օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետը, ինչպես նաեւ Ալագյաս համայնքաբեդարան ներկայացրած առաջարկը, ինչպես նաեւ հողային օրենսգծի գրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը Ալագյաս համայնքում ավականու քննարկմանն է ներկայացնում հետևյալ որոշումը։ Հայտարարել վարձակալության համար մրցույթ Ալագյաս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի վերաբերյալ։
օրակարգային հաջորդ հարցը Ալագյաս համայնքում սխալմամբ քաղաքացու անունով աշխարհված հողամասը համայնքին փոխանցելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով հայ կառավարության 29/04/2021 թվականի համար 698-ն որոշումը, ինչպես նաև կադաստրի կոմիտեի 303/2025 թվականի կասեցման որոշումը Ալագյաս համայնքի ավականու քննարկմանն է ներկայացնում հետևյալ որոշում. Ալագյաս համայնքին փոխանցել Ալագյաս համայնքի Ալագյաս վարչական բնակավայրում հաշվառված 020600110007 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.063 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը երկրորդ կետով աշխատակազմի քարտուղարին կատարել են համապատասխան փոփոխությունը կադաստրային քարտեզում։ Սխալմամբ պարոն Մախմուդով Ալագյաս համայնքում սխալմամբ մի հողակտոր կար, քարտեզները, քանի որ միկրոռեգիոնալ մակարդակի քարտեզները արդեն հաստատվել են, մենք աշխատակազմի քարտուղարի հետ սկսած բոլոր բնակավայրերից ոնց որ համապատասխանությունն ու իսկությունն ենք հասկանում քարտեզների, այստեղ ըստ քարտեզի նայելով համայնքային սեփականության հողակտորը ոնց որ շեղում էր, քարտեզով գրանցվել էր քաղաքացու անունով ու մենք այս ավականու որոշումով այդ սխալի ուղում ենք տալիս եւ բերում ենք ոնց որ համայնքի բալանս տվյալ հողակտորը։ Շատ լավ, այ ջեբիջի կողմ դեմ դիլը օրինակ այդ մի մասով թող լինի նաեւ քննարկում ավականու նիստով տեղափոխում արվի, բայց կողքի հետ եւ այլն եւ նաեւ բոլոր վարչական շատ բաներով բնակավայրերում առանձին հետևողական լինել, բոլորը կարող նմանատիպ լինեն։ Ուսումնասիրություն դեռ չենք ավարտել, պարոն Մախմուդ, ուզում ենք փոքրանել միանշանակ, այո, ընդունենք մի հատվածում, որ կան նմանատիպ հողեր, որովհետև ըստ ինձ դրա կողքի հետ էլի կան հողամասեր, որոնք ոչ մեկին չի ժամանակին ինչ տվել են, ստորագրել են եւ այլն։ Սա փոփոխությունները պետք է արվի։ Պայմանավորվեք շատ։ Ովքեր են կողմ որոշման ընդունմանը, ինքն կողմ դեմ զամենաշկան շնորհակալություն։